Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից գաստրոթայմն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այսօր եւս ձեզ համար հրավիրել եմ մի մասնագետի, ում հետ խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաների մասին, որոնք ձեզ ամենաշատն են հետաքրքրում, օրինակ՝ լեզվի փառ, բերանի հոտ եւ նմանատիպ խնդիրներ։ Եվ այսօր իմ հյուրն է բժիշկ ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Դավիթ Ղահրամանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ ձեզ նույնպես շնորհակալություն հրավերի համար։ Շատ են մեր ընդհանուր պացիենտները։ Այո, Ու ամենահաճախակի, որ ինձ դիմում են, լեզվի փառի, բերանի հոտի կապակցությամբ են։ Եվ այս պարագայում ես միշտ հարցադրում եմ անում. արդյոք նորմալ է ատամների վիճակը, արդյոք կան լնդերի հիվանդություններ եւ այլն, որովհետեւ իմ կարծիքով եւ ոչ միայն իմ, լեզուն առաջինը արձագանքում է բերանի խոռոչների խնդիրի իհարկե, պարագայում եւ լեզվի փառի դեպքում գաստրոէնտերոլոգին դիմում են ամենավերջում, այսինքն երբ որ բացառված է մնացած բոլոր խնդիրները ստոմատոլոգի այցից, քիթ-կոկորտ բժշկի այցից հետո նոր գաստրոէնտերոլոգի մոտ են ուղղորդվում, բայց երբեմն հենց առաջինը գալիս են գաստրոէնտերոլոգի մոտ։ Ինչ պատճառներից կարող է առաջանալ, օրինակ, լեզվի սպիտակ փառը, բնականաբար դրանից բխող բերանի տհաճ հոտը։ հիմնականում բժշկության մեջ կա մի ոսկե կանոն եւ բերանի խոռոչը համարվում է օրգանիզմի նախադուռը եւ ես խորհուրդ եմ տալիս բոլորին անկախ խնդիրներից, դա կլինի լեզվի փառ, թե ստամոքսի ցավ, սկսել եւ գաստրոէնտերոլոգից միաժամանակ եւ ուղղորդումով արդեն ստոմատոլոգի մոտ կամ հակառակը։ Լեզվի փառի հետ կապված լեզվի փառի պատճառները շատ են լինում, իսկ կոնկրետ բերանի խոռոչի հիվանդությունների հետ կապված կարող են առաջանալ տարբեր բաներ, որոնք կարող են լինել առողջ ատամներ, բայց միևնույնն է լինի լեզվի փառ։ Դրա համար մենք պետք է հետազոտենք պացիենտներին, քսուկներ վերցնենք, ուղարկենք լաբորատորիա եւ հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Նաեւ հաճախ դեպքեր են լինում, երբ որ կարիեսի պատճառով այնտեղ հենց ատամը հանդիսանում է բակտերիաների, այսպես ասած, վայր, որտեղ նրանք հավաքվում են մեխանիկական կերպով ու արդեն կարող է նաև լեզվի վրա էլ այդ փառը դիտվել, կարող են լինել նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի այլ հատվածներում։ Հիմնականում որպես կանոն ատամների պատճառով լեզվի փառը շատ է լինում եւ առաջի հերթին պետք է հերքել բոլոր ատամի հետ կապված հիվանդությունները, այնուհետև արդեն դուք ավելի լավ կարող եք ասել, թե ինչից կարող են լինել։ Երբեմն պացիենտին երբ հարցնում ես ունեք ատամների խնդիր, իրենք չգիտեն դրա մասին։ Այո, Չէ, բայց երբեմն ես ուղղորդում միգուցե կանեք բերանի խոռոչի կատ է հետազոտություն, միգուցե արմատներում ինչ որ բորբոքային process-ներ, չգիտեմ, եթե սխալ եմ հա, ասում, ճիշտ ուղղակի եք ասում։ լնդերի, իրենք կարող է դրա մասին է տեղյակ չլինեն, որ ատամի արմատում կա օրինակ քրոնիկ Այո, բորբոքային process, ճիշտ է։ հիմնականում որպես կանոն պացիենտները դիմում են ստոմատոլոգին այն ժամանակ, երբ որ արդեն ունենում են սուր ցավեր։ Ցավ։ Ցավ, այտուց, ինչ որ ազդանշաններ, որոնք որ արդեն անհետաձգելի բուժօգնության կարիք են ունեն պացիենտը։ Որպես կանոն մենք միշտ մեր ելույթների, հարցազրույցների, կոնսուլտացիաների բուժման ժամանակ միշտ բոլորին խորհուրդ ենք տալիս, որպեսզի պարբերաբար հետևեն սանացիային եւ 6 ամիսը 1 գան ստուգման։ Բայց մեր երկրում ու հիմնականում մեր ազգաբնակության մոտ լինում են Չկա այդ դեպքեր, երբ կուլտուրան։ որ նույնիսկ խիստ ցուցում է լինում 3 ամիսը 1 ստուգվելու։ Ցավոք սրտի մեր ազգաբնակչությունը միշտ դիմում է մեզ այն ժամանակ, երբ որ արդեն խնդիրը շատ լուրջ է լինում, իսկ ԿՏ հետազոտության դերը ստոմատոլոգիայում առհասարակ շատ մեծ է եւ ԿՏ եւ ռենտգեն հետազոտության, նայած թե ինչ խնդիրների հետ գործ ունենք, եւ հիմնականում արդեն ներկայիս ապահովագրական ոլորտի զարգացման հետ եւ մեր բոլորի ջանքերով արդեն ազգաբնակչության մոտ կա կարծիք, որ անկախ ցավից կարելի է իրականում գնալ եւ հետազոտվել եւ նայել ինչ խնդիրներ ունեն։ Բնականաբար, այո, ապահովագրության ներդրմանը զուգընթաց շատ պացիենտներ, որոնք նախկինում չէին դիմում, Հա, շատ սկսել են կա։ դիմել, պրոֆիլակտիկ հետազոտվել, շատ գովելի է այդ փաստը։ Եվ նմանատիպ ձևով նաև բերանի տհաճ հոտի պարագայում նորից դիմում են, նորից ուղղորդվում են ստոմատոլոգ, նորից բերանի խոռոչի խնդիրներ, նաև քիթ-կոկորտ բժշկի մոտ եւ հետո նոր զբաղվում ենք ստամոքսի խնդիրներով, որտեղ ստամոքսի խնդիրներից առաջինը, որը կարող է
առաջացնել հոտ, դա հելիկոբակտերային վարակն է։ Իսկ բերանի հոտը էլ ինչ պատճառներից կարող է զարգանալ։ Բերանից տհաճ հոտը հիմնականում ավելի շատ լինում է, երբ որ ունենում ենք բորբոքային պրոցես ատամների շրջանում։ Հիմնականում նաև լինում են խնդիրներ, երբ որ լնդերի հետ կապված բորբոքային խնդիրներ ենք ունենում, այդտեղ ավելի շատ ուժեղ հոտ է լինում եւ պացիենտը ինքը արդեն ավելի լավ է հասկանում, որ հենց այդ հոտը գալիս է իր ատամներից, կամ ոչ ստամոքսից, կամ ինչ որ հիմնականում լինում են դեպքեր, երբ որ միջատամնային տարածություններում ինչ որ X պատճառով, այսպես ասած, կամ վատ արված օրթոպեդիկ կոնստրուկցիաները, կամ հենց բնական ատամների թաքնված այդ կոնտակտային հատվածում կարիոս խոռոչներում հավաքվում են սննդի մնացորդներ եւ այդ ժամանակ նույնպես լինում է տհաճ բերանի խոռոչից։ Հիմնականում բերանից տհաճ լինում է այն դեպքերում, երբ որ միջատամնային տարածություններում հավաքվում են սննդի մնացորդներ եւ սնունդը չի կարողանում, պացիենտը չի կարողանում այդ սնունդը մաքրել եւ մնալով այնտեղ արդեն առաջացնում են նեղում եւ հետեւաբար տհաճ։ Եվ այստեղ շատ կարևոր է նշել, որ ամեն ուտելուց հետո պետք է թելերով մաքրել Միշտ ատամները։ հիգիենան ամենակարևորն է, բայց լինում են դեպքեր, որ պացիենտը այնտեղ այնպիսի խոռոչներ են լինում, որ պացիենտը ինքը չի կարող այդ հիգիենան ապահովել։ Բայց հիմա նաև իրիգատորներ են շատ կիրառվում էլի այդ։ Իրիգատորները մեր կլինիկաներում ցուցվում են բոլոր պացիենտներին, ովքեր ունեն թեկուզ 1 իմպլանտ կամ 1 օրթոպեդիկ կոնստրուկցիա։ Իրականում կարող եմ ասել, որ բոլորը օգտագործում են ճիշտ բացատրելուց հետո։ Մենք այստեղ խնդիր ունենք պացիենտներին նորմալ ամեն ինչը մատուցելու։ Լինում են դեպքեր, որ ինձ մոտ գալիս են պացիենտներ, նրանց մոտ ամբողջությամբ տոտալ իմպլանտացիա արված եւ ամբողջությամբ Olon4 կամ Olon6 տեխնոլոգիայով ատամնաշարը տեղադրված, պացիենտին հարցնում եմ իրիգատորը ինչպես եք օգտագործում, ինքը նայում է զարմացած, ինձ ասում է այդ ի՞նչ է։ Այսինքն մենք այստեղ խնդիր ունենք նաեւ պացիենտներին ճիշտ ուղղորդելու, թե որ միջամտությունից հետո որն է պետք անել, որպես արդից օգտվելով ուզում եմ ասեմ, թե ոնց միշտ պետք է իրիգատորը լինի վերջին գործողությունը քննելուց առաջ։ Դա ամենահեշտ մատուցվող տարբերակն է պացիենտներ, որ լավ հասկանան, հա, ինչի մասին ենք խոսում։ Այսինքն ատամները լվանալուց, խոզանակով լվանալուց հետո իրիգատորով լվանում ենք ատամները ու պարկում ենք արագ քնելու։ Իսկ իրիգատորը պետք է ինչ-որ հատուկ անտիսեպտիկ լուծույթով լինի, թե ջրով բավարար է։ Իրականում ջուրը լրիվ բավարար է, որտեղ նա մեխանիկական մաքրում է իրականացնում, բայց ցանկալի է նաև ինչ-որ զուտ բերանի համը փոխելու համար, այնպես ասեմ, որ պացիենտներին էլ մաչելի լինի, էլի, բայց դա էլ չի կարելի շատ օգտագործել, որտեղ կախվածություն է առաջացնում եւ բակտերիաները սովորում են այդ միկրոֆլորային ու արդեն կարող է կարիք լինի այդ անտիբակտերիալ միջոցները նշանակել եւ արդեն չօգնի։ Դրա համար ցանկալի է մենակ ջրով։ Շատ լավ։ Խոսենք նաև մեկ այլ թեմայի մասին, որից եւս կարող են ունենալ պացիենտները ստամոքսային գանգատներ, ատամների բացակայություն։ Շատ մարդիկ կան, որ ինչ որ ատամներ բացակայում են, իսկ մեր մարսողական գործընթացը սկսվում է հենց բերանի խոռոչից, մանրացնելուց սնունդը, մեխանիկորեն մանրացվելուց։ Եվ այս պարագայում միշտ ունենում ենք դրված ծամելու արդյունքում, հա, անբավարար մարսման հետևանքով որոշակի գանգատներ։ Շատ են դիմում ձեզ այդպիսի պացիենտներ եւ ինչ է նման դեպքերում առաջարկում։ Տեսեք, երբ որ մեկ ատամը բացակայում է, իր կողքի հարևան երկու ատամները կարող են տարիների ընթացքում մոտիկանալ միմյանց եւ արդեն իսկ նրանք դուրս գան այնտեղից, որտեղ որ պետք է լինեն։ Դա մեկ խնդիր։ Երբ որ օրինակ վերին ծնոտում ինչ որ մի ատամ բացակայում է, անտագոնիստ է, այսինքն իր ներքևի ատամը կարող է երկարել եւ դուրս գալ ատամնաշարից։ Իսկ ատամի տեղաշարժը ատամնաբնից դուրս արդեն հենց այդ ատամի համար մեծ խնդիր է։ Բացի դա, նաև ծնոտում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ, երբ որ լինեն օրինակ մի քանի կողմում մեկական բացակայող ատամներ, այդտեղ ավելի լուրջ խնդիրներ կլինեն եւ շատ հաճախ դեպքերում, երբ որ պացիենտները օրինակ ամեն մի սեգմենտում ունենում են մեկ բացակայող ատամ եւ դիմում են մեզ, որպեսզի այդ մեկ ատամը վերականգնենք, արդեն այդ ամբողջական տոտալ աշխատանք է տարվում եւ կարելի է ասել այն ատամները, որոնք որ առողջ են եղել ժամանակին, ստիպված ենք լինում արդեն շապիկավորել կամ ինչ որ ուրիշ միջոցների դիմել, բայց եթե նրանք մեզ շուտ դիմեին, մեկ ատամով այդ խնդիրը կվերանար։ Սա ինչը բերանի խոռոչի հետ կապված խնդիրն է։ Այսինքն բացակայող ատամը ոչ միայն մարսողական խնդիրներ առաջ, նաև ծնոտի լուրջ դեֆորմացիաների։ Իհարկե, շատ լուրջ, նաև լինում են դեպքեր, երբ որ բացակա ատամի պատճառով ծնոտոսկրն է մաշվում եւ այդ ժամանակ արդեն ունենում ենք ոսկրանոթ ավելացնելու խնդիր, կամ լինում են դեպքեր, որ ուղղակի այդ պահին, երբ որ պացիենտը մեզ դիմել է, չեն կարողանում իմպլանտ տեղադրել։ Կատարում ենք ոսկրային աուգմենտացիա, հետո նոր արդեն 6 ամիս հետո նոր իմպլանտը եւ մի հատ էլ 6 ամիս հետո ատամները։ Այսինքն ցանկացած բարդություն, եթե մարդը ունի մեկ ատամ, ճիշտ կլինի, որ ինքը մի րոպե շուտ այդ ատամը վերականգնի։ Բնականաբար։ Սա խոսեցինք այն խնդիրների մասին, որոնք առաջվում են բերանի խոռոչին։
Իսկ ինչը վերաբերում է սնունդը մանրացնելու հետ կապված, թե ստամոքսում ինչ է տեղի ունենում, դուք ավելի լավ կբացատրեք, Բնականաբար։ բայց նույնիսկ մեկ ատամի բացակայության դեպքում, երբ որ անբավարար սնունդը մանրացվի, դա հենց ինքնին ծանրաբեռնվածություն է նաև ծամողական ապարատի համար։ Չէ՞ որ ծամողական ապարատը ատամներով մենակ չի, Մկանային այո, համակարգ, իհարկե։ այո։ Դա արդեն մեկ ատամի կամ երկու ատամի բացակայությունը, բայց մենք խոսում ենք 1-2 ատամից, իրականում շատ մարդիկ կան, ովքեր ընդամենը ունեն 1-2 ատամ ու ուզում են պրոթեզով վերականգնեն կամ ինչ-որ X ձևով վերականգնեն, դա արդեն ավելի ոնց որ այս դարի չի։ Այս զարգացած ստոմատոլոգիայի ոլորտում պրոթեզը եւ մնացած այլ կոնստրուկցիաները բացի իմպլանտացիայից արդեն արդիական չեն։ Շատ լավ, որպեսզի մարդը ունենա առողջ մարսողական համակարգ, իրական պետք է սկսվի նաև ատամների իդեալական վիճակից եւ այստեղ ուզում եմ խոսեք այդ պրոֆիլակտիկ դիմելիության մասին, ինչ պետք է, ինչքան ժամանակը մեկ պետք է դիմեն, ինչ պրոցեդուրաներ պետք է անցնեն, որպեսզի ունենան իդեալական ատամնաշար, որպեսզի չունենան բերանից տհաճ, լավ մանրացված սնունդ եւ առհասարակ էսթետիկ գեղեցիկ տեսք։ Իրականում տեսեք, երբ որ մարդը չունի ոչ մի բացակայող ատամ եւ չունի խնդիրներ, ճիշտ է որ 6 ամիսը մեկ գոնե այցելեն ատամնակարերի առանցման համար եւ զննության համար, կոնսուլտացիայի համար, թե հասկանանք ինչ խնդիր ունի մարդը։ Հիմնականում որպես կանոն մենք բոլոր մեր պացիենտներին, եթե մեզ դիմում են 6 ամիսը մեկ, մենք նշանակում ենք նաև կատե հետազոտություն, որpիսի ոչ միայն պացիենտ բժիշկներին զննենք վիզուալ, այլ նաև ռենտգենաբանորեն հասկանանք կարող է ինչ-որ թաքնված խորհուրդներ լինեն, ինչ խնդիրներ կարող են լինել, որ շուտ կարողանանք բուժումը անենք, որpիսի հետագա բոլոր բարդություններից խուսափենք թե բերանի խոռոչում, թե ամբողջ օրգանիզմում։ Ինչը վերաբերվում է, երբ որ ամեն ինչը նորմալ է, դա այդպես է արվում։ Բայց եթե լինում են դեպքեր, օրինակ մարդիկ ունենում են բացակա ատամներ, մենք խորհուրդ ենք տալիս նրանց անհապաղ դիմել բժշկի եւ սկսել վերականգնել իրենց խնդիրները, որովհետեւ բոլոր ուշացած բուժումները լի են իր բարդություններով։ Եվ շատ ակտուալ հիմա տրենդային է վինիրների տեղադրումը, շատերը նույնիսկ առողջ ատամներ ունենալու պարագայում չէ ուզում են փոխեն, որտեղ վինիրները ավելի էսթետիկ են, գեղեցիկ են եւ այլն։ Ինչ կասեք դրա մասին եւ ինչպես է փոխվում ծամողական ապարատը վինիրներով, վինիրներ տեղադրելուց հետո եւ առհասարակ խոսեք նաեւ այն ամենի մասին, ինչ դուք անում եք ձեր կլինիկայում։ Տեսեք, վինիրների դեպքում, եթե ամեն ինչը գրագետ ու ճիշտ է արվում, ծամողական ապարատի հետ ոչ մի փոփոխություն չի լինում, որովհետև մենք մինչ բուժումը սկսելը կատարում ենք 3D սկանավորում, կատարում ենք կատե հետազոտություն հոդի բերանը բացած եւ փակած վիճակում, այնուհետև տոտալ կոնստրուկցիան ֆիքսելուց հետո նորից նույն ամեն ինչը կրկնում ենք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչը պահվել է այնպես, ոնց որ եղել է սկզբում, ինչը վերաբերում է ծամողական ապարատի հետ։ Այսինքն դա այդ բարձրությունը ծնոտի, եթե իհարկե պացիենտը խնդիրներ չի ունեցել։ Ինչը վերաբերվում է վինիրների տրենդային լինելուն, դա իհարկե այդպես է, եւ շատ հաճախ լինում են դեպքեր, որ պացիենտը հոգնում է պարբերաբար սպիտակեցումներ անելուց, սպիտակեցրած ատամների գույնը չի հավանում, ուզում ավելի բաց լինի։ Վինիրները իրենք ունեն հստակ ցուցումներ։ Եվ եթե բժիշկը կարողանում է հստակ ցուցումները պահպանելով, պացիենտին բացատրելով, որ այդ հղկած հյուսվածքը վերականգնվելու է գրագետ ձևով եւ հղկված հյուսվածքը կատարվելու է ճշգրիտ, այլ ոչ, այսպես ասած, մոտավոր ձևերով, հիմա կբացատրեմ, թե ոնց է դա արվում, հա։ Իրականում ոչ մի տես լուրջ վնաս չենք հասցնում վինիրներ տեղադրելով, բայց կրկնում եմ, երբ որ ամեն ինչը արվում է գերգրագետ ձևով։ Ինչպես ենք աշխատում մեր կլինիկաներում հենց վինիրների հետ։ Մենք նախնական ստանում ենք չափս կամ սկանավորում ենք բերանի խոռոչը եւ կոչվում է mock-up այդ պրոցեդուրան։ Մոդելիրովկա է արվում այն ամբողջ ժպիտը, որը լինելու է ապագայում եւ բերանի խոռոչում ժամանակավոր պլաստմասաների միջոցով տեղադրում ենք այդ ապագա վինիրները, այսպես ասած։ Եվ այդտեղ մենք տեսնում ենք, թե ատամի հյուսվածքից ինչքան պետք է հղկենք։ Եվ շատ հաճախ դեպքեր են լինում, երբ որ թեկուզ այդքան փորձով բժիշկները, այդ թվում նաև ես, նայում ենք ատամները, տեսնում ենք, մոտավոր հասկանում ենք, թե ինչքան ենք հղկելու, այդ պրոցեդուրան կատարելուց հետո հասկանում ենք, որ մեր աչքը վրիպել է։ Այսինքն կան տեղեր, որոնք ուղղակի պետք չէր հղկել։ Եվ մենք այդ պրոտոկոլներով ենք աշխատում, որպեսզի աշխատենք մաքսիմալ տենց ավելի շատ չվնասենք ոչ մի ատամ ու ատամի ոչ մի հյուսվածք։ Բայց լինում են դա խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ որ իդեալական ուղիղ ատամներ են, ընդամենը պացիենտը ուզում է ֆորման մի փոքր փոխի եւ գույնը։ Իսկ լինում են դեպքեր, երբ որ ատամը թեք է լինում եւ պացիենտը չի ուզում օրթոդոնտիկ բուժում անցնի, երկար տարիներով տանջվի այդ բրեկետների ձեռը, այսպես ասած։
Այդ ժամանակ մենք արդեն լինում են դեպքեր, երբ որ նույնիսկ կարիք է լինում 1 կամ 2 ատամները դեպուլպացիա անենք, այսինքն ներվը հեռացնենք, որովհետև այդ ժամանակ մենք արդեն շատ հյուսվածք ենք կարողանալու հղկենք, որպեսզի կարողանանք ուղղությունները եւ ամեն ինչը փոխենք։ Իրականում որպես կանոն ասեմ ձեզ, որ հստակ ցուցման դեպքում եւ գրագետ աշխատելով լուրջ վնասներ չենք պատճառում։ Իսկ ծամողական ապարատը մնում է այնպես, ինչպես եղել է սկզբում։ Ինչքան ժամանակ են ծառայում վինիրները։ Վինիրների ծառայության ժամկետը 10 տարի եւ ավել է միշտ եղել, բայց այնտեղ ունենում ենք ուրիշ խնդիրներ։ Պացիենտը, երբ որ տեղադրում է վինիրներ, շատ հաճախ լինում է, որ այն ատամը, որը վինիր է տեղադրվել, առաջանում է ատամի հետ խնդիր, առաջանում է լնդերի ռեցեսիա, բայց դրա պատճառը վինիրի տեղադրումը չի։ Այսինքն, եթե վինիրը չտեղադրվեր, մեկ այդ խնդիրը լինելու է։ Մեկ էլ կուզեմ շատ կարևոր թեմայի մասին խոսեմ՝ կոմպոզիտային վինիրների։ Հիմնականում որպես կանոն մենք մեր կլինիկաներում խորհուրդ չենք տալիս կատարել կոմպոզիտային վինիրներ եւ չենք էլ անում։ Ինչի համար, որովհետեւ դառը փորձը ունեն կոմպոզիտային վինիրները փոխարինելու եւ կարելի ասել գրեթե ամեն օր մեզ դիմում են պացիենտներ, ովքեր ունեն տեղադրված այդ կոմպոզիտային վինիրները եւ մենք հեռացնում ենք ու կերամիկական վինիրներ ենք տեղադրում։ Ինչի համար խորհուրդ չենք տալիս, որովհետեւ երբ որ հեռացնում ենք այդ պլոմբան, այսպես ասած այդ կոմպոզիտը, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում դրա տակ, եւ հիմնականում որպես կանոն միջատամնային տարածություններն են տուժում կոմպոզիտային վինիրների պատճառով ու հենց կոնտակտային հատվածներում առաջանում է կարիես ու պացիենտը զգում է դա այն ժամանակ, երբ որ ատամը սառից սկսում է ցավել։ Հիմնականում որպես կանոն վինիրները չեն վնասում, խոսքը կերամիկական վինիրների մասին է։ Իսկ կոմպոզիտային վինիրները ժամանակավոր ինչ-որ լուծումներ են, որոնք որ կարելի է օգտագործել զուտ ժամանակավոր, հա, բայց խորհուրդ կտամ պացիենտներին վինիրների մասով շատ մտածել եւ Տեղադրելուց միայն կերամիկական տեղադրել։ խորհուրդս միայն կերամիկականն է։ Իսկ մի հարց էլ որ շատ է հետաքրքրում, վինիրների տեղադրման process-ը երկարատև է, չէ՞, ինչ որ ժամանակ է անցնում։ Պացիենտը մնում է առանց ատամ։ Իհարկե ոչ։ Այս դարում դա էլ արդեն ակտուալ չէ։ Հիմնականում տեսեք, եւ ինչպես նշեցի, սկզբից մենք ստանում ենք, սկանավորում ենք ամբողջ ատամնաշարը եւ ունենում ենք թվային մոդելներ։ Փոխարինում եք։ Երբ որ ատամները մենք հղկում ենք ու չափսը ստանում ենք, հենց այդ նույն պահին տեղադրում ենք ժամանակավոր ատամներ, որպեսզի պացիենտը Անատամ չմնա, չմնա ու էսթետիկան չտուժի, կյանքի ոչ մի բան, այսպես ասած, չի փոխվում նրա մոտ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Իրականում այս ֆորմատը մշակել ենք մեր պացիենտների համար, որոնք հասկանան, որ ստամոքսային համակարգի լավ աշխատանքի եւ գանգատներ չունենալու պարագայում ոչ միայն կարեւոր է մարսողական օրգանների առողջությունը, այլ նաեւ ատամների առողջ լինելը, նրանց գեղեցիկ տեսքը եւ նրանց բավարար ֆունկցիան կատարելը։ Ձեզ նույնպես շնորհակալություն, հուսով եմ մեր զրույցը ինչ-որ մի ձևով կօգնի մարդկանց։ Բնականաբար կօգնի։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը, իմ հյուրն էր բժիշկ, ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Դավիթ Ղահրամանյանը։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։